Ողջույն, շնորհակալություն, որ միացել եք մեր հաղորդաշարին։ Մեզ սպասում է հետաքրքիր ճանապարհորդություններ աստվածաշնչյան հիմունքներով։ Առաջարկում եմ շարունակենք այսօր քայլել երազների եւ տեսիլքների հետքերով։ Սկսելով այսօրվա մեր հանդիպումը, ուզում եմ նորից հիշեցնեմ աստվածաշնչյան մի շատ հետաքրքիր տեղ, որ գրված է հենց Հոբի գրքում 33-րդ գլխի եւ 14-րդ խոսքից։ Գիտեք, Աստված, երբ որ աշխատում է մարդկանց հետ երազների միջոցով, նա հենց օգնություն է բերում մարդկանց, որպեսզի օգնությունը, փրկությունը, կյանքը, ազատությունը հասնի մարդկանց, որովհետև Տերը հետաքրքիր ձևով ներգրաված է մեր ընթացքի մեջ։ Եկեք կարդանք 33-րդ գլխի 14-րդ խոսքից։ Սակայն մեկ անգամ կխոսե Աստված եւ մյուս անգամ, բայց մարդը ուշադրություն չի անում։ Երազում գիշերվա տեսիլքում մարդկանց վրա խորը քուն ընկնելիս, անկողնի վրա քնելիս, այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը եւ նրանց խրատելով կնքում է, որ մարդից հեռացնե վատ գործից եւ ամբարտավանությունը ծածկե մարդից, որ ետ պահե նրա հոգին կորուստից եւ նրա կյանքը սրով անցնելուց։ Պատկերացնում եք, Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ Աստված, երբ որ ուղարկում է իր խոսքերը, ուղարկում է իր իմպուլսները, ու երբ որ մարդը չի արձագանքում դրան, Աստված չի հանձնում, նա շարունակում է իր երազների միջոցով օգնություն հասնել եւ փրկություն բերել մարդու կյանքում, որովհետեւ շատ է սիրում մարդուն ու նա հետաքրքրված է մարդկանց փրկությունով։ Ու գիտեք, այսօրվա մեր թեման կլինի աստվածաշնչյան մեթոդով մեկնաբանությունը։ Ոնց մենք զանազանենք աստվածաշնչյան մեթոդը եւ աշխարհիկ մեթոդը։ Ինչպես է աշխարհում ընդունված, ինչպես է Աստծո մոտ ընդունված։ Դա շատ հետաքրքիր է լինելու, դա կգրավի ձեր ուշադրությունը։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք հիմա մենք ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան մեթոդին։ Մի քանի օգնություններ, որոնք շատ անհրաժեշտ են, որպեսզի ես ու դու զանազանենք աստվածաշնչյան մեթոդը եւ աշխարհիկ մեթոդը իրարից։ Ուրեմն գիտեք, աստվածաշնչյան մեթոդը նա հիմնականում արտաքին տեղեկատվություն է բերում մեր սրտների մեջ, բայց աշխարհիկ մեթոդը նա ավելի շատ խոսում է մեր շնչի մասին։ Աստված դրսից է ինֆորմացիա բերում մեր ներքնաշխարհը, իսկ աշխարհիկ մեթոդը առաջարկում է, որ մարդը անդադ ֆոկուսը ուղի իր վրա։ Ու գիտեք, երբ որ մենք նայում ենք աստվածաշնչյան մեթոդին, մի քանի կարևոր բաներ կուզենամ ձեզ համար ընթերցեմ։ Դա նշանակում է, որ Տերը, երբ որ աստվածաշնչյան տեսանկյունով մենք նայում ենք երազների մասին, դա արտաքին է ու դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Տերը ամեն բան գիտի քո մասին, նա ամենագետ է, Աստվածաշունչը մեզ սովորացնում է դրա մասին, որ Աստված ամենագետ է, ու քանի որ նա ամենագետ է, նա գիտի անգամ քո ազգաբանությունը, որտեղից է սկիզբառը, նա ամեն բան գիտի քո ամեն մի ընթացքի մասին, քո ներկան գիտի, քո անցյալը գիտի, անգամ քո պապերի հետ կապված հարցերը գիտի եւ նաեւ ապագան գիտի քո հետ կապված։ Ու քանի որ ինքը այդ ամեն ինչի մասին տեղյակ է, նա հետաքրքիր ձևով այդ ինֆորմացիան բերելով մեր կյանքների մեջ, նա տեղեկություն է բերում իրականում թե ինչի համար դու ստեղծված ես, ինչ նպատակով դու ստեղծված ես եւ ինչպես դու պետք է մտնես քո կոչման ու քո նպատակի մեջ, որ Աստվածատուր ունես քո կյանքում։ Առաջին հերթին դա բացահայտվում է եւ երկրորդ հերթին դա պատրաստվում է եւ երրորդ հերթին դու մտնում ես քո կոչման մեջ։ Աստված այդ ամեն ինչը անգամ երազների միջոցով հայտնի է դարձնում։ Նա տալիս է երազներ, որպեսզի դու կարողանաս մոտենաս Աստծուն։ Երբ որ մենք նայում ենք Աստծո եկած երազների մասին, աստվածաշնչյան մեթոդը մեզ հայտնում է, որ Աստված քեզ կանչում է իր մոտ։ Օգնություն է բերում քեզ, որպեսզի դու մոտենաս այն աղբյուրին, որ բոլորից լավ գիտի քո մասին եւ բոլորից լավ գիտի թե ինչ նպատակներ ու ինչ մտքեր ունի քո համար։ Իսկ երբ որ մենք նայում ենք աշխարհիկ մեթոդին, գիտեք, երբ որ մենք աշխարհիկ մեթոդին ենք նայում, աշխարհիկ տեսանկյունին ենք նայում, ինչպես աշխարհում հոգեբանական տեսանկյունով անգամ մեկնաբանություններ են տալիս, մեծամասամբ նմանատիպ երազների մասին նրանք այսպես են ասում, նրանք ասում են, որ դու պետքա քո ներքնաշխարհի վրա կենտրոնանաս, քո շունչի վրա կենտրոնանաս, քո մտքի աշխարհի վրա պետքա կենտրոնանաս։ Մեկ խոսքով
ասած, քո ներսից է ծնվում երազը։ Մենք դրա մասին արդեն խոսել ենք, որ մարդը հանդիսանում է աղբյուր որոշակի երազների արտադրության հարցում։ Ու քանի որ մենք տեսնում ենք, որ մարդը հանդիսանում է երազ արտադրելու աղբյուրներից մեկը, այդ դեպքում մենք տեսնում ենք, որ աշխարհիկ տեսանկյունը հաճախակի մարդկանց ուշադրությունը գրավում է, որ հենց քո շունչն է երազներ արտադրում։ Դրա համար մենք տեսնում ենք, որ աստվածաշնչյան մեթոդը ասում է, որ դրսից է գալիս քեզ օգնություն, Աստծուց է գալիս քեզ օգնություն, իսկ աշխարհիկ մեթոդը ասում է, որ հենց քո ներսից է քեզ օգնություն գալ, դու ես քո օգնության աղբյուրը, դու ես, բայց աստվածաշնչյան մեթոդը ասում է ոչ թե դու ես օգնության աղբյուրը, այլ հենց ինքը Աստված է օգնության աղբյուրը։ Ուրեմն, երազները ըստ աստվածաշնչյան գալիս են արտաքին աղբյուրից, այսինքն Աստծուց։ Եկեք շարունակենք։ Մեկ այլ կարևոր բան, որը գերազանցում է առաջին հասկացողությունը, որովհետև այստեղ հարցը աստվածաշնչյան մեթոդը կամ աշխարհիկ մեթոդի մեջ չի, երկրորդ կարևոր բանը, որի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ գրավեմ, դա հավիտենական եւ կարճաժամկետ հասկացողություններն են։ Ուրեմն, երբ որ աշխարհիկ տեսանկյունով մենք տեսնում ենք, որ երազը գալիս է մարդուց, իսկ աստվածաշնչյան տեսանկյունով մենք տեսնում ենք, որ երազը գալիս է Աստծուց, մենք ստեղ տեսնում ենք ավելի կարևոր բան, որ այն կապ ունի հավիտենական եւ կարճաժամկետ հարցերի շուրջ։ Երբ որ Աստված գիտի քո ամեն ինչի մասին, նրանից եկած երազները կապ ունի ոչ միայն քո հետ, կապ ունի նաև քո ընտանիքի հետ, քո ազգատոհի հետ, քո սերունդների հետ, որդկանց հետ։ Աստծուց եկած երազները նրանք երբեք հենց ներկայի հետ կապ չունեն մենակ, նրանք հավիտենական արժեքներ են ակտիվացնում մեր կյանքների մեջ։ Բայց աշխարհիկ տեսանկյունը մեծամասն, եթե դու երազը հիմա տեսել ես, պատմեցիր, վсё, էդի անցավ գնաց եւ էդի էլ ոչ մի ընդհանուր բան չունի քո հետ։ Դա հենց այդ պահի հետ է կապված, դա կարճաժամկետ հասկացողություն է, մեծամասամբ աշխարհիկ մեկնաբանությունը կամ աշխարհիկ հասկացողությունը կամ տեսակետը ասում է երազների մասին, որ երազները ընդհանրապես այդ պահի համար են եւ անցնում են գնում են, բայց աստվածաշնչյան տեսանկյունը նա ակցենտ է դնում հավիտենական արժեքների ու հավիտենական նպատակների հետ, որ կապ ունի մարդու կյանքի հետ, մարդու ընթացքի հետ, սերունդի հետ, սերունդների հետ, որդկանց հետ, ու դրա համար մենք այս բանին պետք է ուշադրություն դարձնենք։ Ուրեմն աստվածաշնչյան տեսանկյունը բացահայտում է մեզ այն կարևորությունը, որ Աստված գործ ունի ոչ միայն մեր հետ, ինչպես անհատների, նա գործ ունի նաև մեր ընտանիքների հետ, նա գործ ունի նաև մեր որդիների հետ, նա գործ ունի նաև մեր որդկանց որդիների հետ, թե դուստրեր կլինեն, թե մայրեր կլինեն, թե հայրեր կլինեն, թե մայրեր կլինեն, բոլորի հետ աստվածաշնչյան տեսանկյունը կապ ունի։ Ու մենք ստեղից հետևություն կարանք անենք, որ մյուս կարևոր արժեքավորվող հարցը կայանում է հավիտենական եւ կարճաժամկետ հարցերի շուրջ։ Ուրեմն, եթե Աստծո տեսանկյունին մենք մտիկ անենք, սա մի զանազանող տարբերակ է, ինչպես դու կարաս հասկանաս Աստծոց եկած երազը, Աստծո մեթոդը մեկնաբանության, նա հավիտենական արժեք է իր մեջ պարունակում, իսկ աշխարհիկ մեթոդը նա կարճաժամկետ հենց այդ պահի համար։ Քո համար լավ լինի մնացածի մասին կարա շատ չմտածես, այդպես չի։ Աստված, երբ որ մի երազ է բերում մարդու կյանքի մեջ, մենք Աստվածաշնչում տեսնում ենք վառ օրինակներից մեկը, հիշենք շատ հայտնի պատմություն Աստվածաշնչից, որ երբ որ Հովսեփը ծննդոցի մեջ գրված է դրա մասին 37-րդ գլխում, երբ որ ինքը տեսավ երազները, նրա երազները կապ չունեին հենց այդ պահի հետ, նրա երազները ամբողջ պատմությունը ուսումնասիրելով տեսնում ենք, որ կապ ունեին ոչ միայն իր կյանքի հետ, նաև իր ընթացքի հետ, նաև իր ազգատոհի հետ եւ նաև շատ ուրիշ ազգերի հետ։ Ու պատկերացեք այդ ամբողջ կատարման process-ը ոչ թե հենց այդ պահի էր, որ կարճաժամկետ կատարվավ ու վերջացավ, այլ այդ մի ամբողջ տարիների մեջ փրված գործունեություն էր, որ Աստված ակտիվացրեց մի մարդու մեջ բերելով երազը եւ այդ մարդու միջոցով փրկություն բերելով ազգատոհների մեջ, ժողովուրդների մեջ, շրջակա բոլոր ազգերի մեջ։ Դա հիասքանչ է, որ աստվածաշնչյան մեթոդը իր մեջ պարունակում է հավիտենական նշանակություն, երկարաժամկետ գործունեություն, իսկ աշխարհիկ տեսակետը, մեթոդը, մեկնաբանության կամ երազների հասկացողության, նա կարճաժամկետ հասկացողություն է կրում հենց այդ պահին, արթնացար, տեսար, դա անցավ գնաց, կարաս էլ դրա վրա շատ չկենտրոնանաս։ Դրա համար եկեք ուշադրություն դարձնենք երկրորդ կարևոր տարբերակը, որ աստվածաշնչյան մեթոդը նա
երկարաժամկետ հավիտենական արժեքներ է իր մեջ պարունակում, իսկ աշխարհիկ մեթոդը նա կարճաժամկետ հասկացողություն է իր մեջ պարունակում։ Մեկ ուրիշ տարբերություն, որ ուզում եմ նաև ներկայացնեմ, որ աստվածաշնչյան տեսակետը մեկնաբանության նա ունի կենտրոնացման ուղղություններ։ Առաջինը աստվածակենտրոն եւ մարդակենտրոն, այսինքն անձակենտրոն։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ երբ որ երազների մեկնաբանությունը բարձրանում է աստվածաշնչյան տեսանկյունով, ամեն անգամ կենտրոնը հենց ինքը Աստված է, որ ունի ծրագրեր, նպատակներ քո կյանքի հետ կապված եւ իր մեկնաբանությունը քո ներսում ակտիվացնում է այն բարիքը, որ ինքը քո հետ կապված, քեզ ստեղծելու հետ կապված եւ քեզ այս կյանքի մեջ բերելու հետ կապված ունեցել է ու ունի ու ուզում է կյանքի կոչի հենց քո մեջ եւ քո միջոցով։ Դրա համար եկեք մենք ուշադրություն դարձնենք մյուս տարբերակը, տարբերակող հատկությունը մեկնաբանության այս ոլորտի մեջ, որ աստվածակենտրոն եւ անձակենտրոն հասկացողությունը։ Աստվածաշնչյան մոտեցումը մեզ բացահայտում է, որ ամեն մի երազները, որ մեկնաբանություն են բերում իրանց հետ, նրանք աստվածակենտրոն գաղափար են իրանց մեջ բերում, որտեղ ամեն մի բացահայտում է նաև իր մեծություն, իր քաղցրությունը ու իր բարությունը, որը ուղղված է մարդու նկատմամբ, բայց երբ որ աշխարհիկ տեսանկյունով ես նայում մեկնաբանություններին, մեծամասամբ դա անձի վրա կենտրոնացնում ուշադրությունը, որ դու ես իբր աղբյուր ամեն ինչի, քեզանից ամեն ինչ ակտիվանում, քեզանով ամեն ինչ ակտիվանում, ու մենք տեսնում ենք, որ աստվածաշնչյան մեկնաբանությունը ուղղությունը փոխում Աստծո վրա, իսկ մարդկային մեկնաբանությունը կամ աշխարհիկ տեսակետը մեկնաբանության մարդու ուշադրությունը գրավում է հենց իր անձի վրա, որ ինքն է աղբյուրը իբր ամեն բանի։ Դրա համար տարբերությունները շատ ռեալ են։ Մենք այս տարբերությունը ուշադրություն դարձնելով տեսնում ենք, որ աստվածակենտրոն եւ անձակենտրոն, մարդակենտրոն գաղափարներ գոյություն են։ Երբ որ մեկնաբանությանը մենք մտիկ ենք նայում, աստվածաշնչյան մեթոդը նա աստվածակենտրոն գաղափարաբերում, իսկ աշխարհիկ տեսակետը մեկնաբանության մարդակենտրոն գաղափարաբերում։ Երբ որ սրան ուշադրություն ենք դարձնում, տեսնում ենք, որ աշխարհիկ տեսանկյունը միշտ այսպես ասում. դու ինքդ ես հանդիսանում աղբյուրը ամեն բանի քո կյանքում։ Իսկ աստվածաշնչյան տեսանկյունը այսպես է։ Ուշադրություն եկեք դարձնենք այս արտահայտություններին։ Աստվածակենտրոն մեկնաբանությունը ունի իր տեսակետը, որովհետև Աստված քո մասին ունի իր տեսանկյունը, եւ երկրորդը Աստված ինքը հենց լուծում է քեզ համար քո ամեն ընթացքի մեջ։ Իսկ աշխարհիկ կենտրոնացումը եւ անձակենտրոն մեկնաբանությունը այսպես ասում, որ դու ունես քո տեսակետը, ինչպես մարդ, դու ունես քո տեսակետը եւ հենց դու ինչպես մարդ հանդիսանում ես քո իրավիճակների լուծումը։ Տեսեք ինչքան տարբերություն կա։ Աստված ասում է ես տեսակետ ունեմ քո մասին եւ ես եմ քո լուծումը, իսկ աշխարհիկ տեսակետով մեկնաբանությունը նա ասում է, որ դու ունես քո ներսում լուծում եւ դու ինքդ ես լուծում, որովհետեւ դու ինքդ տեսակետ ունես եւ դու ինքդ ես դառնում լուծում քո որևիցե մի երազի կամ որևիցե մեկնաբանության։ Սա իրարից շատ ռադիկալ տարբեր են, կարելի ասել ծայրահեղ տարբերություն կա մեկնաբանության ոլորտի հետ կապված։ Դրա համար այսօր որն է կարևորը, որ ես ու դու ուշադրություն դարձնենք, աստվածաշնչյան մեթոդը մեկնաբանության ունի տարբերակներ կենտրոնացման, մոտեցման եւ իհարկե արտաքին աղբյուրից գալացող օգնություն, որ Աստված բերում է մեր կյանքների մեջ Հիսուսի անունով։ Մեկ ուրիշ տարբերակի մասին էլ տարբերակող երևույթի մասին եմ ուզում ասեմ, որովհետև դա շատ կարևոր է նույնպես, երբ որ մենք նայում ենք աստվածաշնչյան տեսանկյունով, եկեք ուշադրություն դարձնենք, այս արտահայտությունը շատ կարևոր է։ Միակ կամ եզակի դեմքով մեկ ճանապարհ, մեկ նպատակ կամ մեկ նշանակություն եւ մի քանի նշանակություն։ Եկեք ուշադրություն դարձնենք այս արտահայտությանը։ Աստվածաշնչյան մեթոդը իր մեջ պարունակում է մոտավորապես 4 նշանակություն երազի մասին, իսկ աշխարհիկ տեսակետով մեկնաբանությունը պարունակում է մենակ մի հասկացողություն։ Գիտեք, սրանք իրարից շատ տարբերվում են, որովհետև երբ որ աստվածաշնչյան տեսանկյունով ենք նայում մեկնաբանությանը, մենք չենք բացահայտում մեզ համար, որ երազները կարող բառացի նշանակություն ունենան
երկրորդը նրանք կարան սիմվոլիկ նշանակություն ունենան, երրորդը նրանք կարան շատ sense գաղտնի կամ միստիկ նշանակություն ունենան եւ չորրորդը նրանք կանխատեսող նշանակություն կարան ունենան։ Պատկերացեք, Աստված կարա քեզ երազ ցույց տա ու այդ երազի մեջ այս բոլոր էլեմենտները լինեն, որ ժամանակ լինի, որ դու բառացիկ հասկանաս, ժամանակ կլինի, որ հենց այդ նույն երազը Տերը կբացի ինչպես սիմվոլ ոնց հասկանաս եւ ժամանակ կլինի, որ դրա միջի գաղտնիք անգամ ինքը կբացի քեզ համար եւ կլինի ժամանակ, որ ինքը նաեւ կանխատեսում կասի դրա մասին։ Օրինակ, ստեղ տեղին է, որ ես մի պատմություն պատմեմ ձեզ համար։ Մի եղբայր մեկ օր պատմում է, որ ինքը երազ է տեսել։ Ու այդ երազի ժամանակ ինքը ասում է, որ ես գտնվում եի մինչև ծնկներս ջրի մեջ ու ինչ որ մի ճյուղ պարզված էր դեպի ինձ ու այդ ճյուղը երևի իմ օգնությունը կլինի։ Հետո ինքը այսքան բաներ տեսել ու այս արդյունքում ինքը բացատրում է ինձ, որ ինքը տեսել է այդ երազը, երևի շուտով Աստված իրան օգնություն կանի, որտեվ ինքը շատ պարտքեր ուներ, մոտավորապես մի $28,000 պարտք ուներ ու ինքը գտնվում էր այդպիսի ծանր վիճակում։ Երբ որ ես լսեցի այս եղբորը, մեկ էլ շարունակեցի իրան բացատրել, ասեցի շատ լավ ես մեկնաբանում, դեմ չես մի մեկնաբանություն էլ ես ասեմ։ Ասեցի, տես, դու Աստծո մեջ եկել ես մինչև ծնկները, բայց կանգնել ես ու առաջ չես շարժվում։ Իսկ այդ ճյուղը, որ պարզված է դեպի քեզ, դա այդքան էլ Աստծո օգնությունը չի, որովհետև այդ ճյուղով դու դուրս կգաս այդ ջրերի միջից։ Ու ես բացատրություն եմ տալի, որ Աստվածաշունչը մեզ ունի օգնության ձեռքի գաղափար հասցնելու, ոչ թե ճյուղ պարզելու։ Աստված ասում են, որ քեզանից չի զզվում, որ ճյուղ պարզի քեզ օգնելու կամ այդ իրավիճակից հանելու։ Աստված օգնության ձեռքի սիմվոլ ունի։ Ու եթե ինքը իր օգնություն ցույց տար, առնվազն պետքա որ ինքը ձեռք ցույց տար քեզ։ Բա որ ասում եմ այդ ճյուղը ջարդվի ու դու ավելի խորանաս քո պարտքերի մեջ ու գիտեք հետաքրքիրը ո՞րն է։ Երբ որ ես բացատրեցի, մի բան է բացատրելը, մեկնաբանելը, մի բան է ուղղություն տալը։ Երբ որ մեկնաբանություն եկավ, ասեցի, գիտես ինչ, Աստված ուզում է, որ դու ավելի խորանաս Աստծուն ճանաչողության մեջ, այ հենց որ խորացար իրան ճանաչողության մեջ, այնտեղ է քո հարցի լուծումը։ Ու գիտեք, երբ որ այս եղբայրը որոշում կայացրեց, որ նվիրվի Աստծուն, փնտրի Աստծուն, ճանաչի Աստծուն, ինքը այդ մեկ ամսվա կտրվածքով պատկերացնում եք իր տունը բացում է խմբակի համար, ինքը սկսում է ամեն կիրակի մարդկանց ավետարանելով բերել եկեղեցի ու ամեն անգամ իրար հետ հանդիպելով մենք հետաքրքիր հանդիպումներ ենք ունենում մարդկանց նամանան տղամարդկանց հետ ու պատմում ենք Հիսուսի մասին, խոսում ենք Հիսուսի մասին ու արդյունքում են ալնում, որ այդ մեկ ամսվա կտրվածքով հրաշք է տեղի ունենում։ Իրանք ունենում են մի տուն եւ այդ տունը վաճառում են, պատկերացեք $46,000 վաճառում են եւ գնում են նորից նմանատիպ տուն $19,000 եւ $27,000 պարկ են փակում։ Զարմանալի իրարանցում ալնում ու Աստծո օգնությունը այսպես հասնում է ու մարդուն այդ իրավիճակից փրկում է։ Դուք պատկերացնում եք, եթե ինքը իր աշխարհիկ ձևով հասկանար, ինքը կնստեր իր տեղում, կմնար այդպես եւ ոչ մի փոփոխություն չէր կարա տեսներ ու ակնկալեր, բայց երբ որ Տիրոջ օգնությունը գալիս է մեկնաբանության միջոցով, որն էր մեկնաբանության բանալին, երբ որ ես իրան ասեցի, որ Տեր ասում է մոտեցի ինձ։ Այսի հենց խոսում է աստվածակենտրոն մոտեցում, աստվածակենտրոն մեկնաբանություն։ Երբ որ այդ մեկնաբանությունը հասավ իրան, նա կենտրոնացավ Տիրոջ վրա, նա փորձեց Տիրոջը ճանաչի, նա փորձեց Տիրոջ հետ քայլի ու Աստված զարմանալի նվեր արավ իրան այդ հրաշքը իրան պարգևելով։ Դա իրականում հրաշք է, դա զորավոր է։ Հիմա տեսեք, ինչու եմ ես էսի ասում, որովհետև մենք տեսնում ենք, որ աստվածաշնչյան տեսանկյունը իր մեջ մեկնաբանությունը ունի մոտավորապես 4 մոտեցում՝ բառացի նշանակություն, սիմվոլիկ նշանակություն, միստիկ նշանակություն եւ կանխատեսող նշանակություն, որ ավելի շատ ապագայի հետ է կապված, որ Աստված բաներ է բացում, որի մեջ դու օրերից մի օր կհայտնվես։ Իսկ աշխարհիկ տեսանկյունը մեծամասամբ մեկնաբանում է երազը այսպես, որ իբր երազը մեկ նշանակություն ունի եւ վերջ։ Ու սրանով ինչ է կատարում։ Ինչ է երազը։ Դա միայն քո շնչի հետ է կապված, դա քո տեսակետի հետ է կապված ու դու ես քո իրավիճակի պատասխանը։ Գիտեք, ինչ որտեղ
ընկալելի է, բայց մարդը իրականում չգիտի իր ներսում թաքնված ամենի ինչը, թեպետ եւ Աստվածաշնչում գրված է, որ մարդու հոգին լավ գիտի իր ներսում ինչ է կատարվում, բայց ինքը չգիտի իր ապագայի մասին, նա չգիտի իրականում իր աղբյուրների մասին, նա չգիտի այն մեկին, ով որ շատ բան ունի իր կյանքի մեջ։ Մենք ինչպես մարդիկ սահմանափակ կառույց ենք։ Ու այդ սահմանափակության մեջ անգամ մարդը չի կարող ընկալի իր բոլոր երազները կամ իր երազների աղբյուրները, ինքը չի կարող ընկալի, թե երազը իր համար ինչ նպատակ ունի, ինչ հասկացողություն ունի, անգամ եթե ինքը իր տեսակետ ունի, իր հասկացողություն ունի, դա բավական չի, որ ինքը ընկալի, որովհետև երբ որ կենտրոնացումը դու ես, դու սահմանափակ կառույց ես, բայց երբ որ կենտրոնացումը Աստված է, նա անսահմանափակ կառույց է, նա բոլորից լավ գիտի, թե քեզ ինչ է սպասում եւ թե քո համար ինչ ունի եւ թե ինչի համար ուզում անա քեզ գործածի, որ բարիք բերես աշխարհի մեջ։ Եվ ավարտելով այսօրվա այս թեման, ես ուզում եմ մի կարևոր բան ասել, որ բարի բանը կայանում է ինչու։ Դժվարությունը մեր կյանքում առաջին հերթին դժվարությունը կայանում է նրանում, որ մենք սահմանափակ ենք։ Ու մենք չենք կարող դառնանք աղբյուր հասկացողության, մեկնաբանության մեր իսկ կյանքի, բայց բարի բանը գիտեք որն է, ու բարի լուրը որն է, որ Աստված նա ճշմարիտ աղբյուր է եւ ամենագետ է իր բոլոր տեսանկյուններով, ու նա գիտի մեր մասին ամեն բան, թե անցյալի հետ կապված, թե ներկայի հետ կապված եւ թե ապագայի հետ կապված ինչ որ ունի։ Սա բարի լուրն է մեզ համար, որ իր հետ համագործակցելը դա մեզ համար մեծագույն ձեռքբերում է։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալություն ուշադրության համար, մենք դեռևս կհանդիպենք, Տերը ձեզ հետ։